Դուք ինչ ակնկալիք ունեք, մենք բոլորի հետ խոսում ենք եւ իրատեսական լինենք, հա, ինչ ակնկալիք ունեք եւ այս հանրահավաքից եւ ընդհանրապես ընտրություններից եւ իմ խոսքի շարունակությունը այնուամենայնիվ եթե այդպես ստացվեց, որ իշխանությունները սահմանադրական մեծամասնությամբ անցան խորհրդարան, ձեր դաշինքը, ձեր ուժը, ինչ արդյոք նորից այսօրվա հա իրավիճակն է ստեղծելու, թե ունեք բոլորովին այլ ռազմավարություն։ Տեսեք, որպեսզի իմ խոսքս ավելի հավաստի եւ փաստարկված լինի, ես փաստեմ, որ վերջին 2-3 ամսում ես մարզային այցելությունների եմ մասնակցում, նաև ինքս վերջերս եմ մարզից վերադարձել, ես կարող եմ հավաստիացնել ձեզ եւ մեր ունկնդիրներին, որ մեր աջակիցները մարզերում հատկապես բավական շատ են եւ մեր կողմից պնդումը, որ մենք գնում ենք բացարձակ մեծամասնության, դա պատահական պնդում չէ։ Ես ինքը շփվում եմ տարբեր գյուղերում, քաղաքներում, անգամ Երևանում տարբեր մարդկանց հետ, տարբեր եւ ոլորտային, եւ սովորական գյուղացու, եւ սովորական քաղաքացու, այսինքն բոլոր ոլորտներում մեր քաղաքացիների մեծամասնությունը սատարում են մեզ։ Դրական ազդակի հիման վրա ես կարող եմ պնդել, որ մեծամասնության գնալու ճանապարհը բավական ռեալ է։ Հետևաբար ես այլ տարբերակ չեմ կարող դիտարկել, քան այն, ինչը որ հիմա գետնի վրա ես ինքս տեսնում եմ։ Հետևաբար այն պնդումը, որ այս իշխանությունները կարող են որևէ ձևով հաղթանակ արձանագրել, այն է սահմանադրական, ես ընդհանրապես հնարավոր չեմ համարում, ոչ թե նրա համար, որ մենք համարում ենք իրենց քաղաքական հակառակորդ, այլ պարզ բանի պատճառով։ Ժողովուրդը հոգնել է թուլությունից, հոգնել է նվաստացումից, հոգնել է այն պառակտումից, որը կա այսօր մեր երկրում, եւ ցավոք սրտի դա գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Մեր քաղաքական ուժը հենց փոփոխությունների մասին է, այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր են իրականացնել, եւ այն պնդումները, որ ուժը Հայաստան կուսակցությունը իդեմս ԿՊ-ի, հա, որ իրանք այդպեսի պնդումներ են անում, որ չեն կարող հաղթանակ տածել, դա ուղղակի պարզապես իրենց երազում է նման պատկերներ գալիս եւ մենք առաջնորդվում ենք մեր ժողովրդի ցանկություններով, մեր ժողովրդի իրավական եւ սովորական մարկային պահանջով եւ մեր ցանկությունը մեր երկրում դրական փոփոխություններ բերելն է։ Վերջին 8 տարում մենք միշտ զիջում ենք, այս իշխանությունը այդ զիջման քաղաքականությունն է վարում եւ ընդհանրապես կապ չունի ոչ հայկականության, ոչ հայերի եւ առհասարակ Հայաստանի հետ։ Սպասարկում է օտարի շահը։ Մարդիկ ճիշտն ասած մեկ անգամ արդեն խաբվեցին 18 թվականին, հետո 21 թվականին, հիմա կարծես թե ավելի զգուշավոր են ցանկացած քաղաքական ուժի խոստումներին, որքանով են դրանք իրատեսական, որքանով իրատեսական չեն, եւ թերևս այդքան ոչ թե իրենց խոստումներ են այսօր գայթակղիչ ու գրավիչ, այլ օրինակ ինչու ԿՊ-ն ունի, հա, երևի թե համակրանք հանրային որոշ շրջանակներում խաղաղության բառի համար մարդիկ միշտ սեղանին կենացներ երբ խմում են, առաջինը խմում են խաղաղության կենացը եւ այս ուժը իրենց համար այդ խաղաղության երաշխավորն է դարձել։ Իսկ ընդդիմությանը ցանկացած քաղաքական ուժի Փաշինյանը ներկայացնում է որպես պատերազմի ուժ։ Մեր հասարակության պահանջը արդար է։ Այո, մեր վերջին 8 տարում մեր ժողովուրդը ապրել է տարատեսակ ցավեր, հայրենիքի կորուստ, անձնական ընտանիքում գրեթե գյուղ չկա, որտեղ մեկ զոհ չկա, ընտանիք չկա, որ բարեկամ չունի զոհված։ 44-օրյա պատերազմ 22 թվականին Ջերմուկի, Սյունիքի Սարավ հարավելյան շրջանների վրա հարձակման հետևանքով 23 թվականի Արցախի բռնի էթնիկ զտման, բռնի եւ էթնիկ զտման տեղահանման պատճառով, այսինքն շատ արդարացի պահանջ է եւ ես այստեղ եւ առհասարակ մեր քաղաքական թիմը հենց դրանով էլ առաջնորդվում է։ Բացի այդ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը վերջին 8 տարում այնքան է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նվաստացել եւ չունի այլևս որևէ հնարավորություն հարևանպետությունների հետ հավասարը հետ խոսելու։ Դրա համար մենք ենք որպես նոր քաղաքական ուժ, հատկապես երբ որ ժողովրդի շրջանակներում կար այդ պնդումը, որ մեզ նոր դեմք է պետք, նոր մարդ է պետք եւ նոր քաղաքական ուժ ու որակ է պետք, որպեսզի մենք նորից հավատանք հնարավորությանը եւ փոփոխություններին, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ այդ ուժը ստեղծվել է եւ այն պնդումները, որոնք կապված են խաղաղության, տնտեսության, ուժեղ անվտանգության հետ, դա ասոցացվում է միայն մեզ հետ։ Հոմանիշ բառերը դրանց խաղաղության, ուժեղության եւ առհասարակ զարգացման ասոցացվում է ուժեղ Հայաստան կուսակցություն Սամվել Կարապետյանի հետ եւ այս բոլոր քաղաքական պնդումները եւ առհասարակ մեր ժողովրդի պնդումները բավական արդար են։ Հետևաբար այն աշխարհակահական դասավորվածությունները, այն ստորագրված փաստաթղթերը, որոնք մեզ այսօր բերել են այս կետի, բնականաբար մեզ տալիս է հնարավորություն եւ ինչու՞ չէ նաեւ այն
ուժեղությունը, որը մեր քաղաքական թիմը ունի, մեր ժողովրդին ծառայեցնելու դա, ոչ թե օրինակ Իլհամ Ալիևի պահանջով սահմանության փոփոխության իրականացում, ինչա թե իր սեփական մարդի սեփական աթոռը պայ, վարչապետի մասին է խոսքը ցավոք սրտի։ Մեր ժողովուրդը արդեն իսկ հասկացել է թե ով է Նիկոլ Փաշինյանը, ես ասեմ դա անգամ մարզերում այդ փոփոխությունը կա, եթե 21 թվականին մարդկանց հետ դժվար էր շփվել ինչ-ինչ պատճառներով, հիմա մարդկանց մոտ մենակ այդ չլինի, մեզ համար ցանկալի է այս կամ այն քաղաքական ուժը, հետեւաբար մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, մենք ունենք մեր մարտավարությունը եւ շարժվում ենք մեր մարտավարությամբ։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը անպայման հաղթելու այնպեսի ուժով, որ հնարավոր չլինի այս իշխանությունների վերարտադրումը առհասարակ եւ բնականաբար մեր երկիրը վերջապես ունենալու է դրական փոփոխություններ։ 18 թվականի խախված իրավիճակը բավական հասկանալի է եւ երրորդ անգամ խախվել 21 թվականից հետո ես պարզապես չեմ պատկերացնում որ մեր ժողովուրդը այդքան միամիտ է։ Ես այդ կարծիքը չունեմ մեր ժողովրդի մասին։ Ընդհակառակը մեր ժողովուրդը բոլորին շատ լավ է ճանաչում, տիրապետում է բոլոր ինֆորմացիային եւ ռեալ տեսնում է գետնի վրա ով կարող է այդ դրական եւ ռեալ փոփոխությունները բերել։ Եվ իհարկե դա այդ անձնավորությունը Սամվել Կարապետյանն է։